Այլ հայացք Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության խստացմանը։ Ռուսաստանը վերջին 1 տարում շարժվում է միգրացիոն քաղաքականության աննախադեպ խստացման ճանապարհով։ Այս ընթացքում ընդունվել են ավելի քան 1 տասնյակ օրենքներ, որոնք նոր պահանջներ են սահմանում իմիգրանտների աշխատանքի, կեցության եւ կրթության համար։ Մյուս կողմից նոր լծակներ են ստեղծում անօրինական ներգաղթի դեմ պայքարի համար։ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությամբ նվազեցվել է առանց վիզայի Ռուսաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների Ռուսաստանի տարածքում մնալու ժամկետը։ Այն դարձել է առավելագույնը 90 օր յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում, մինչդեռ նախկինում կարելի էր մինչև 180 օր մնալ։ Սա վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք Ռուսաստանում աշխատանքային պայմանագիր կամ կեցության կարգավիճակ չունեն։ Ինչ վերաբերում է ժամանակավոր կացության կարգավիճակ ունեցող ներգաղթյալներին, այսուհետ նրանք կարող են գրանցվել իրենց բնակության վայրում ոչ ավելի քան 1 տարի ժամկետով։ 2025 թվականի փետրվարի 5-ից ուժի մեջ մտած արտաքսման ռեժիմի համաձայն ստեղծվել է վերահսկվող անձանց ռեեստրը։ Դրանում ներառվել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրությունը խախտած օտարերկրյա քաղաքացիները։ Ցանկը պարբերաբար թարմացվում է։ Փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեցող օտարերկրացիներին մինչև սեպտեմբեր հնարավորություն է տրվել օրինականացնել կեցության կարգավիճակը։ Հակառակ պարագայում նրանք կհայտնվեն Ռուսաստանից արտաքսման ենթակա անձանց ցանկում։ Նոր կարգի համաձայն ոստիկանության աշխատակիցները որոշակի վարչական իրավախախտումների համար կարող են Ռուսաստանից արտաքսել միգրանտներին անգամ առանց դատարանի որոշման։ Նման որոշման պատճառ կարող է դառնալ օրինակ հասարակական վայրերում ալկոհոլի օգտագործումը կամ հասարակական կարգի խախտումը։ Խստացվել է նաև իմիգրանտների նկատմամբ վերահսկողությունը։ Ռուսաստանի արտագնա աշխատանքի մեկնող օտարերկրացիները պետք է իրենց իրական բնակության հասցեում միգրացիոն հաշվառման կանգնեն։ Նրանք պետք է հանձնեն բիոմետրիկ տվյալներ, անցնեն իրավական ակտով նախատեսված համապատասխան բժշկական հետազոտություններ։ Բացի այդ, Ռուսաստանի տարածք մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում պետք է ստանան ռուսաց լեզվին տիրապետելը հաստատող փաստաթուղթ։ Փաստացի խոսքը քննություն հանձնելու մասին է։ Պետական դուման քայլերը ձեռնարկում նաև Ռուսաստանում իմիգրանտների կեղծ ամուսնությունները եւ որդեգրման դեպքերը բացառելու ուղղությամբ։ Նախկինում Ռուսաստանի քաղաքացու հետ ամուսնությունը ներգաղթյալին ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու հնարավորություն էր տալիս, ինչից հետո նա կարող էր դիմել նաև մշտական կացության թույլտվության համար։ Ըստ իրավապահների դա հաճախ հանգեցնում էր գումարի դիմաց ֆիկտիվ ամուսնությունների գրանցման եւ ռուս երեխաների որդեգրման։ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում այժմ պարզեցված եղանակով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար իմիգրանտը պետք է ամուսնացած լինի առնվազն 3 տարի կամ ունենա ընդհանուր երեխա, որը ծնվել կամ որդեգրվել է Ռուսաստանի քաղաքացու հետ ամուսնության ընթացքում։ Դժվարացել են միգրանտների համար Ռուսաստանում աշխատանքային գործունեության հնարավորությունները։ 2025 թվականի հունվարի 1-ից նրանց համար զգալիորեն բարձրացվել է աշխատանքային թույլտվության արժեքը։ Բարդություններ են ստեղծվել նաև Ռուսաստանի Դաշնության տարածքում անօրինական հիմքով գտնվող միգրանտների երեխաների համար։ 2025 թվականի ապրիլի 1-ից նրանք պետք է հանձնեն ռուսերենի իմացության թեստ դպրոց ընդունվելու համար։ Բավարար արդյունք չապահովող երեխաներն իրավունք չեն ունենա սովորել կրթական հաստատություններում, իսկ թեստը 2 անգամ ձախողողների ծնողները կարող են պատասխանատվության ենթարկվել։ Դաշնային մակարդակով ընդունված այս փոփոխությունները դեռ ամբողջը չեն։ Պետական դումայում քննարկման փուլում են նաև մի շարք այլ օրինագծեր, որոնք օրինակ նախատեսում են արգելել հղիության վերջին ամիսների ընթացքում օտարերկրյա կանանց մուտքը Ռուսաստան կամ միգրանտների երեխաների համար կրթությունը դարձնել վճարովի եւ այլն։ Միևնույն ժամանակ բարդացվում է նաև Ռուսաստանի քաղաքացիության ստացումը։ 2024 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել 209,000 մարդ, մինչդեռ 2021-ին այդ թիվը կազմել է 735,000։ Բացի այդ, Ռուսաստանի շրջանները եւս իրենց իրավասության շրջանակում քայլեր են ձեռնարկում միգրացիոն հոսքերի դեմ։ Օրինակ, Ռուսաստանի առանձին միավորներում ամենատարբեր սահմանափակումներ են մտցվել։ Կրասնոդարի երկրամասը սահմանափակումների թվով առաջատար է։ Այնտեղ միգրանտների համար սահմանվել է 80 սահմանափակում։ Սանկտ Պետերբուրգում միգրանտները հուլիսի 1-ից չեն կարող աշխատել առաքման ոլորտում, իսկ Մոսկվայի մարզում նրանց արգելվել է աշխատել առևտրի, առողջապահության եւ կրթության ոլորտներում։ Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանի մայրաքաղաքում կմեկնարկի նաև պիլոտային ծրագիր, որը նախատեսում է ներգաղթյալների գրանցում բջջային հավելվածի միջոցով։ Այն պահանջում է համաձայնություն անձնական տվյալների տրամադրման, այդ թվում գadgetների տեղադիրքի մասին ՆԳՆ տեղեկատվություն ուղարկելու համար։ Եթե ներգաղթյալները փորձեն շրջանցել տեղորոշման համակարգը, կներառվեն վերահսկվող անձանց գրանցամատյանում, ինչը նշանակում է արտաքսում։
Ինչով է պայմանավորված միգրացիոն քաղաքականության նման խստացումը։ Այս ուղղությամբ Ռուսաստանի իշխանությունների քայլերը զգալիորեն ակտիվացան հատկապես 2024 թվականի մարտին Կրոկուսի մոլի մոտ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որին զոհ դարձավ 145 մարդ։ Ըստ ՌԴ պետական մարմինների ահաբեկչության իրականացման մեջ ներգրավված են եղել նաև Տաջիկստանի քաղաքացիներ, ինչը բավական լայն հանրային արձագանք ստացավ, բորբոքելով հակամիգրացիոն տրամադրություններ։ Փորձագետների կարծիքով Ռուսաստանում միգրացիոն նոր մոդելի անցումը նախևառաջ արձագանքն է հանրային տրամադրությունների փոփոխությանը։ 2024 թվականի ամռանը Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավարը խորհրդարանին կոչ արեց օրինագծեր ընդունել, որոնք կօգնեն թույլատրել միգրանտների հետ կապված լարվածությունը եւ կփոխեն երկրի միգրացիոն քաղաքականությունը։ Դրանից հետո տարբեր մակարդակներով Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար քննադատում են ներգաղթյալներին։ Ոստիկանությունը սկսել է ավելի հաճախ իրականացնել ռեյդեր անօրինական ներգաղթյալների հայտնաբերման համար, որոնք հաճախ ուղեկցվում են իրավունքների խախտումներով եւ անգամ լարվածություն են առաջացրել Մոսկվայի եւ կենտրոնասիական որոշ երկրների հարաբերություններում։ Միգրանտների նկատմամբ վերահսկողական գործիքակազմի խստացումը Ռուսաստանի իշխանությունները բացատրում են անվտանգային մտահոգություններով, պարբերաբար ներկայացնելով միգրանտների կողմից իրականացվող հանցագործությունների վիճակագրությունը եւ պնդելով, որ դրանց թիվը զգալիորեն աճել է։ Միգրացիոն քաղաքականության խստացման պատճառներից մյուսն էլ ներգաղթի աճող ծավալներն են։ Ռոսստատի տվյալով 2024 թվականին Ռուսաստան մուտք է գործել 4 միլիոն 81 հազար միգրանտ եւ հեռացել է 3 միլիոն 510 հազարը։ Միգրացիոն սալդոն կազմել է 580,500, ինչը ռեկորդային ցուցանիշ է 1995 թվականից ի վեր։ Ինչ վերաբերում է Ռուսաստանում գտնվող օտարերկրացիների ընդհանուր թվին, այն կազմում է 6,3 միլիոն։ Նրանցից մոտ 89%-ն է օրինական հիմքերով գտնվում երկրում։ Այս ֆոնին իրավապաշտպաններն արձանագրում են նաև Ռուսաստանում ազգայնական տրամադրությունների աճ եւ աճ ծայրահեղական կառույցների ակտիվացում, որոնք երբեմն անգամ մասնակցում են ապօրինի ներգաղթյալների բացահայտման նպատակով իրավապահների կազմակերպած ռեյդերին։ Ռուսաստանում միգրացիոն մոդելի փոփոխությունը փորձագետների կարծիքով զգալիորեն կազդի ԱՊՀ երկրներից միգրացիոն հոսքերի վրա, սակայն չի հանգեցնի դրա դադարեցմանը։ Հատկապես կենտրոնասիական որոշ երկրներից աշխատանքային միգրանտների համար Ռուսաստանը մնում է ամենամատչելի երկիրը՝ իրավական, լեզվական եւ այլ առումներով։ Բացի այդ, աշխատանքային միգրացիան բավական կարևոր ֆինանսական հոսքեր է ապահովում այդ երկրներ։ Համաշխարհային բանկի տվյալով 2024 թվականին աշխատանքային միգրանտների տրանսֆերները կազմել են Տաջիկստանի ՀՆԱ-ի 49%-ը, Ղրղզստանի ՀՆԱ-ի 18,59% եւ Ուզբեկստանի ՀՆԱ-ի 14%-ը։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի դեպքում մեծ կախվածություն չկա եւ այդ ցուցանիշը 6% է։ Վերջին տարիներին նկատելի է նաեւ Հայաստանից Ռուսաստան աշխատանքային միգրանտների հոսքի կրճատում, ինչը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների, ռուբլու արժեզրկման եւ միգրացիոն օրենսդրության խստացման հետ։ Ռուսաստանի միգրացիոն քաղաքականության փոփոխություններն անխուսափելիորեն ունենալու են նաև տնտեսական հետևանքներ։ Ռուսաստանում աշխատուժի պակասի մասին խոսվում է անգամ ամենաբարձր մակարդակով։ Ռուսաստանի բանկի հաշվարկներով ռուսական ընկերությունների 60%-ն ունի աշխատուժի կարիք։ Խնդիրը հատկապես սուր է վերամշակող արդյունաբերության ոլորտում։ Ռոսստատի տվյալներով այսօր Ռուսաստանի տնտեսությունը 2,3 միլիոն աշխատողի կարիք ունի։ Ժողովրդագրական տեսանկյունից աշխատուժի սղության հիմնական պատճառն այն է, որ 1990-ականների վերջի եւ 2000-ականների սկզբի թվապես փոքր սերունդներն են մտնում աշխատաշուկա։ Բացի այդ, 100 հազարավոր աշխատունակ տղամարդիկ ներկայումս ներգրավված են Ուկրաինայում ընթացող պատերազմին կամ դրա մեկնարկից հետո լքել են Ռուսաստանը։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, միգրացիոն կոշտ քաղաքականության պատճառով Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվի կրճատումը կարող է հանգեցնել տնտեսական աճի դանդաղման, ծառայությունների եւ ապրանքների գների աճի։